գոնե աշխատատեղ այս ջահելներն էլի, գոնե ջահելներն աշխատեն, այդքան իրանց աշխատավարձը ստանան, իրանք իրանց համար ծախսեն։ Բայց գալիս են, թոշակը ստացել է, Դար, դավայ, բաժան, всё, այսօր չկա, պրծել է։ Ալուր բարկո պերում տալիս են, մյուս ամիս նորից էլ բարկո։ Էցեց էլ ապրում եք։ Բա։ Գյուղացու կյանքն է դա։ Գյուղում ապագա չկա։ Ով որ հանկարծ կասի գյուղում ապագա կա, ես կասեմ դու սխալ ես խոսում, ախպեր ջան։ Թողա ապագան տենանք, հələ գյուղի մեջ ինչ ապագա կա։ Մեր տղայից որ աշխատել է դա։ Ասել էին կա, ապագա կա։ Ասում են կա, բայց քաղաքի կողքերը, քաղաքի կապած գյուղերում ապագա կա, բայց սահմանամերջ գյուղերում ընդհանրապես ապագա չկա, գոյություն չունի։ Ես բացարձակ ամենը ոչ էլ վախենում եմ, ոչ էլ։ Ես ծնվել եմ ստեղ, ապրել եմ ստեղ, ապրում եմ։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել։ 88 թվին ես տունը սկսել եմ սարքել, 90 թվին վերջացրել եմ, եկարվի փիս վախտը, պոստերը, սարերը, քարը, սարը, ամեն ինչը։ Ես չեմ թողնի այս տունը տեղս հետան, բայց ես ասել եմ գնացեք, դավայ, ձեր երեխեքի համար ապագա ստեղծեք, ստեղ ապագա չկա։ Վերջ։ Բայց իրոք ձեր բարեկեցությունը չի ավելացել, ոնց որ Փաշինյանն ապնդում։ Չի ավելացել։ Թող գան հələ մի հատ հաշվար կանեն, աղջի ջան։ Ասենք ինչն է ավելացել։ Որ են վաղտը 7 հատ կով էի պահում, հիմա մի հատ կով են պահում։ Ինչն է ավելացել։ Բա ինչ ա եղել մյուս կովերը։ Չեմ կարող պահել։ Ստիպված ծախել եմ, կարիք եմ ունեցել, ծախել եմ։ Թանկություն։ Մի կանեստր սայլեր կան առնում ենք 9000, 10000 դրամ։ Հա։ Իսկ այն ժամանակ, կներեք, այն ժամանակ բերում էին Էժան 4.5 մի կանեստր սայլեր կան 4.5 են տալիս։ 3.5 բենզինն են տալիս։ Հիմա 10000, 11000 բենզին արժի։ Բայց ասում են նա ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով գալիս է էժան հաց կունենաք։ Վայ, աղջիկ ջան, լավ էլի։ Չէ, էդի թող հեքիաթներ չպատմեն էլի։ Երեկա ալերի ավտոն եք էստեղ, մի մեշոկ ալուրն արժի 11000, 12000։ Պարտքով վեկալում ենք, հաջորդ ամիսը թոշակն ստանում ենք, տալիս ենք այդ մարդուն։ Մենք էլ ցանում ենք, չենք կարում քաղենք, որովհետեւ չկա։ Ցանել ենք, ինչ եք։ Չկա։ Չի աճում, բնությունը անձրև չկա։